Դա ոսկեպարից բաղանի ստանող ճանապարհն է։ Այնտեղ, այստեղ տեսեք սահմանը, երևաց սահմանը, փշալարերը սահման երևաց։ Այն վերևում սահմանապահներն են։ Տեսեք սահմանապահներն են, սահմանն է, սահմանից մի քիչ ենքում մեր սահմանապահներն են ծառայություն իրականացնում, այն միջայլոց առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի եւ Ադրբեջանի կողմից եւ մեր կողմից ծառայությունն այդպես է պայմանավորվածության համաձայն իրականացվում, որը եւս մեկ վկայությունն է փոխադարձ երկկողմ վստահության խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Այն վերևում էլ մեր սահմանապահների հենակետն է, հեսա փշալարերը սահմանի։ Շատ մեծ հաղթանակ է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի համար, որովհետեւ սրանով մեր պետություններն է արձանագրում անկախությունը, ինքնիշխանությունը։ Ով մտավախություն ունի այս ճանապարհով երթև եկելիս, ով, ոչ մեկ։ Եվ պետք էլ չի էլ կարող ունենա։ Հենա տեսեք փշալարերը, հույս ունեմ երևում։ Սենց ուղիղ գնում ենք Բաղանիս, արդեն մոտենում ենք Բաղանիսի հատված։ Այս ճանապարհներով մենակ 2024 թվին երևի մի տասնյակ անգամ 24-25 թվին եկել եմ այստեղ լուսաբանվել։ Հայաստանի դրոշն է ծածանվում, հեռվում։ Հայ տեսեք, այստեղ արդեն փշալարեր են, որտեղ սահմանային գոտի։ Այնտեղ էլ արդեն ձկնաբուծարան է, փշալարերից էս կողմ։ Ինչ շատ լավ։ Այս էլ միջին նորոգում անցած ճանապարհն է։ Եվս մի դրոշ Հայաստանի Հանրապետության։ Ոսկեվան տանող ճանապարհն է։ Այդ չէր երևի, դիմացն է Ոսկեվան տանող ճանապարհը։ Եվ հասանք Բաղանիս։ Ոսկեվանի ճանապարհը էստեղ։ Ու սենց հանգիստ, խաղաղ, առանց լարվածության, առանց մտավախությունների։ Այս է իրական Հայաստանը։ Այն ժամանակ շրջանցիկ ճանապարհով գալիս էինք եւ Բաղանիսում, որը խաչմերուկում էինք դուրս գալիս մի քիչ վերև երևի։ Եկեք Բաղանիս, եկեք Ոսկեպար, եկեք Կիրանց։ Այս խաչմերուկում էինք գալիս դուրս գալիս։ Եկեք տեսեք ձեր աչքով։ Որտեղ մի անգամ տեսնելն է 1000 անգամ լսելուց լավ է։ Եկեք առանց տեսախցիկների մարդկանց հետ խոսեք, շփվեք։ Եվ կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին աներկբա կերպով պաշտպանում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այսքանը հաջորդը Ջուջևան գյուղն է, որտեղ ժամանակին այս հանձնարարել է, որ այնտեղ պուրակ կա, այդ պուրակը նորոգվի
Երկու անգամ անցել եմ, տեսել եմ, որ նորոգվում է, բայց ճիշտ ասած հիմա չգիտեմ, ավարտել են թե չեն ավարտել։ Ամեն դեպքում ոսկեպար բաղանից հատված, այսպիսին է, այսպիսի խաղաղ և այսպիսի հանգիստ։